Ողջույն հարգելի հետևորդներ, ողջույն Հայաստան, ողջույն ազգ, հույսով եմ լավ եք։ Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ, ուրեմն այդքան սրտացավության, այդքան հոգատարության եւ այդքան ջերմության համար ես բոլորիդ շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ այն հետևորդներին, ովքեր տարածում են իմ տեսանյութերը, իմ գրառումները եւ գրում են կոմենտներ, հայտնում են կարծիք, ես բոլորիդ գրկում եմ, ես բոլորիդ ուղարկում եմ լավ էներգիա։ Այսօր եկել եմ մեկ եւ վերջին անգամ խոսելու մի երևույթի մասին, որը մոտավորապես 1 շաբաթ է ինձ հանգիստ չի տալիս եւ ես կարծում եմ, որ պետք է բաց տեքստով խոսեմ այդ երևույթի մասին, որպեսզի վերջնականապես վերջ դնենք այս ամենին։ Ուրեմն վերջին 1-2 ամսվա ընթացքում դուք տեսնում եք, թե ես ինչ մեծ թափով եմ դնում այն բացահայտումները, որոնք տարիների աշխատանք են, հարգելի հետևորդներ, եւ ինչու եմ հենց հիմա որոշել այդ ամենը անել։ Ես ունեմ շատ հետևորդներ, որոնք շուրջ 3-4 տարի է հետևում են ինձ եւ իմ հետևորդները կփաստեն, թե ինչ է տեղի ունեցել ինձ հետ առհասարակ այդ ամբողջ ընթացքում։ Պատերազմից անմիջապես հետո շատ բան փոխվեց եւ իմ հոգեբանության մեջ եւ իմ տրամաբանության մեջ եւ կարծես 44 օրյա պատերազմը մի այնպիսի հարված էր իմ կյանքում, որ ես միանգամից մեծացա։ Մինչ այդ իմ կյանքը լի էր գեղեցիկ երանգներով եւ ուղղակի լեցուներ ինքս իմ համար ապրելու տրամաբանությամբ։ Բայց 44 օրյա պատերազմը կարծում եմ ոչ միայն ինձ է փոխել, այլ փոխել է մեզ բոլորիս։ 44 օրյա պատերազմից հետո երբ ես առերեսվեցի այն տղաների հետ, որոնք կորցրել էին իրենց ձեռքը, ոտքը, աչքը եւ 44 օր հիվանդանոցներում լինելուց հետո չեմ ցանկանում շատ երկար պատմել իմ ապրումները, ես ինքս ինձ խոստացա, որ իմ երկրի սահմաններում այլևս պատերազմ չի լինելու, որի մասին մեկ անգամ եւս խոսել եմ։ Դրանից հետո ես սկսեցի ուսումնասիրել վարչապետ պարոն Փաշինյանի խաղաղության խաչմերուկ ծրագիրը, ես այնքան էի ուսումնասիրել, որ այդ կետերը անգիր գիտեի, եւ երբ մեկնեցի Հայաստանից, սկսեցի իմ գործունեությունը, ես հատուկ եմ Հայաստանից մեկնել, որովհետեւ ինձ բոլորը հարցնում են, եթե այդքան հայրենասեր ես, ինչի քո երկրում չես, պատասխանեմ, որովհետեւ եթե այն ինչ անում եմ ես հիմա անեմ Հայաստանի Հանրապետությունում, առաջին հերթին ես կխոչընդոտեմ կառավարության աշխատանքին, այդ մարդիկ ստիպված կլինեն իրենց բան ու գործը թողնեն ինձ անվտանգության աշխատակից, ուրեմն տրամադրեն եւ բացի դա ես ապահովագրված չեմ Հայաստանում։ Դա չի խոսում դրա մասին, որ ես իմ պետությանը եւ պետականությանը չեմ վստահում։ Ես ինձ չեմ վստահում, որովհետեւ ես իմ կառավարիչների նման, իմ պետականության նման համբերատար մարդ չեմ։ Ես կարող եմ գամ մեկիդ վրայով անցնեմ ու գնամ դատվեմ։ Ինչը հիմա ինձ ընդհանրապես պետք չի, որովհետեւ ես դեռ շատ գործ ունեմ անելու իմ հայրենիքի համար։ Հիմա անդրադառնամ այն ծով նամակներին, որ ես ստանում եմ։ Ուշադիր ինձ լսեք, ուշադիր, հարգելի հետևորդներ, սա ձեզ չի վերաբերվում, սա վերաբերվում է օպոզիցիային, ամենայն ուշադրությամբ ինձ լսեք։ Այն հոդվածները, որոնք որ ես գրում եմ իմ էջում, ես փաստեր եւ ապացույցներ ունեմ դրանց հիմքով, նկարներ, վիդեոներ, հոլովակներ, ձայնագրություններ, ասեմ իմացեք դրա մասին։ Եվ ի տարբերություն ձեզ, ես ստեր չեմ գրում։ Ես երբեք չեմ մոռանա, թե դուք 3 տարի ոնց եք ինձ թիրախավորել, ամենավերջին բառերով ինձ բնորոշել եւ ոնց եք ինֆորմացիաներ ուղարկել, ուրեմն հայհոյանք տվող բլոգերներին։ Ես երբեք դա չեմ մոռանա։ Ու այսօր որ ես տեսակ եմ ու դուք ասում եք, հա, այս կնոջ մեջ շատ չարություն կա, սա որ մեկին թիրախավորեց մինչև վերջ կգնա։ Ճիշտ եք ասում։ Դուք օպոզիցիայի ներկայացուցիչներով եք կերտել այս կնոջը։ Ու դա ես օգտագործելու եմ ձեր դեմ, մինչև ձեր վերջին շունչը։ Օգտագործելու եմ միայն ձեր դեմ,
մինչև ձեր վերջին շունչը։ Հիշեք, սա ձեր կերտած հայ կնոջ կերպարն է։ Մյուս անգամ որևէ մեկը չհամարձակվի ինձ գրի բարի դրացիական փող առաջարկի։ Որևէ մեկը չհամարձակվի ինձ գրի բարի դրացիական խնդրի, բարի դրացիական, կրկնում եմ, որ հոդված ջնջի։ Ով եք դուք, որ ինձ ասեք հոդված ջնջի։ Իմ հայրն ու մայրը չեն կարողանում ինձ ասեն հոդված ջնջի։ Հորիցս ու մորիցս հաստատ թանկ չեք իմ համար։ Հետո 3 տարի շարունակ, երբ օպոզիցիայի անառակաբարոկ կանայք եւ տղամարդիկ թիրախավորել էին ինձ եւ ոչ միայն ինձ, իմ հետևորդներին, ձեզանից որևէ մեկը նամակ գրեց այնտեղ ու ասեց «Ստոպ հələ հայ կինա, չեք ամաչում, մի հատ կարող ա կապի դուրս գաք, եթե հարցնեք, ինչի համար է այս կինը սենց բաներ գրում։ Զանգել եք, գրել եք, իհարկե ոչ։ Այսօր ինչի եք ինձ գրում, Նատալի ջան, հասկանում ենք, որ այդ ամեն ինչը ճիշտ է, բայց արանքում երեխաներ կան, խնդրում եք ջնջիր հոդվածը։ Չէ, Նատալին չի պատրաստվում ջնջի հոդվածը։ Եվ Նատալին երեխաներին եւ ընտանիքներին չի կպել, ի տարբերություն ձեզ։ Իմիջերս այդ սուտ ինֆորմացիաները, որ այս բլոգերին եք ուղարկում իմ մասին, ձեր մեջ նաեւ եղել են իմ ազգականներից։ Հետո այդ բլոգերները ինձ այդ նամակները ուղարկել են։ Թքեմ ես ձեր երեսին։ Դուք եք պատասխան տալու։ Դուք եք պատասխան տալու։ Չնայած տալիս եք արդեն ձեր երեխեքով, փառք Աստծո, վերևում կա Աստված։ Այնքան տգեղ են ձեր երեխաները, որ ամուսնացնելու հույս չունեք երևի։ Աստված ինձ կների։ Ինչ էի ուզում ասել։ Լսեք, կտրիչի տակի ժողովուրդ։ Ազգային ժողովրդավարական բևեր, ժիրեր սեֆիլեն, արի ես թարավ հլարա։ Քեզ ով է ասել, որ դու կարաս քո քրչոտներին ուղարկես ինձ նամակ գրեն հետևյալ տեքստով։ Նատալի ջան, հասկանում ես, որ հիմա Թուրքիային պետք է հզոր Հայաստան, որպեսզի նաև ազդեցություն ունենա Ադրբեջանի վրա։ Մենք համաձայն ենք քո գաղափարների հետ։ Այ քրչոտներ, հələ մա դուք ձեզ հայելու մեջ նայեք, ձեր ապրածը նայեք ու մտածեք, դուք Հայաստանի համար մի բան արած կաք, թե արդեն հասկացել եք, որ ամեն ինչ գնում է դեպի խաղաղության, հիմա էլ թուրք-ադրբեջանական տանդեմ եք պատրաստում։ Ուրեմն լսեք ինձ ուշադիր։ Ես ապրում եմ Թուրքիայում, ինձ բացարձակ չի հետաքրքրում Թուրքիայի ներքին կուխնյան։ Ինձ բացարձակ չի հետաքրքրում Հայաստանի ներքին կուխնյան։ Ինձ չի հետաքրքրում Ադրբեջանի ներքին կուխնյան։ Ամեն մեկը իր ձևով հզորանում է։ Եվ բրավո պետություններին։ Ինձ հետաքրքրում է մի բան, որ այդ սահմանին իմ եղբայրները չզոհվեն։ Այն տերտերները, ովքեր ինձ գրում են, որ մեր մասին էլ մի հեքիաթ հորինի, Նատալի, ընենց ես խոսում, ոնց որ նախկին կաթողիկոս լինես։ Վայ թրաշ ունեմ, չգիտեի, որ կաթողիկոսի թրաշ ունեմ։ Չեմ հորինում։ Դու քո բառերով փաստեցիր, որ ամբողջ ճշմարտություն եմ գրում։ Իդեպ Telegram ալիքում դրել եմ դրա գրառումը, մտեք կարդացեք։ Որևէ մեկը չփորձվի սրանից հետո ինձ գրի առաջարկի փող, ինձ գրի խնդրի, որ հոդված ջնջեմ, ինձ որևէ խնդրանքով ինձ չդիմեք։ Ստեղ ուշադրություն։ Ինձ կարա գրի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ձեզնից տուժել է, ով աստվածավախ է, ով առավոտից երեկո աղոթում է իմ զինվորի, իմ երկրի բարօրության համար։ Մնացածդ չփորձվեք իմ տարածքում երևաք։ Հաջորդ անգամ նամակները Facebook-ում հանրային կդառնա։ Ձեր կյանքում պետք է հայտնվի մի հատ կին, որ ոչ մի փողով չի վաճառվում ու ոչ մեկ չի կարա իր վրա ազդի։ Հասկացանք իրար։ Ու դա կլինի ձեր ամենամեծ պատիժը։ Մնացածը հաջորդ թիվ։